բռնի անօրինական մեթոդներով մենք հնարավոր լինի հասնել գործող կաթողիկոսի հեռացմանը եւ նոր կաթողիկոսի ընտրմանը, մենք լեգիտիմության լուրջ խնդիր կամ ական կդնենք այդ նոր կաթողիկոսի գործունեության տակ։ Հետեւաբար ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ, որպես այս ճգնաժամը եկեղեցու շուրջ հաղթարվի, հենց ամենայն հայոց կաթողիկոսը ինքը նախաձեռնի ազգային եկեղեցական ժողովի կազմակերպում եւ ազգային եկեղեցական ժողովի այդ կազմակերպման ընթացքում նոր առաջադրվի սահմանվեն նոր կաթողիկոսի ընտրություններ, որտեղ հնարավորություն տրվի նաև Գարեգին երկրորդին էլ որպես տեխնացու առաջադրվելու։ Եթե ինքը գտնում է, որ հայ առաքելական եկեղեցու սպասավորները, հոգևորները իր կողմից են, շատ լավ, եթե նորմալ ընտրություններ կազմակերպվի, եթե ինքը կվերընտրվի, այդ դեպքում նաև քաղաքական իշխանությունն էլ արդեն հետ կկանգնի, որովհետև բոլորս հասկանանք, որ հայ առաքելական եկեղեցու հոգևորականները կամ ազգային եկեղեցական ժողովի պատվիրակները վերընտրում են գործող կաթողիկոսին։ Իսկ եթե կընտրվի նոր կաթողիկոս, բնականաբար էլի եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը կհաղթարվի եւ այս խնդիրը կհանգուցալուծվի։ Հակառակ որևէ այլ ձևաչափ կամ հնարավորություն ես չեմ տեսնում, որովհետև շատ լավ իշխանությունը հիմա գործող իշխանությունը անընդհատ ճնշում է, ինչ որ եպիսկոպոսներ են դեն դուրս գալիս, բայց դրանով խնդիրը չի լուծելու։ Հակառակը եկեղեցին երկպառակվում է, մասնատվում է, քայքայվում է, քանդվում է, ի վերջո այս ամեն ինչի արդյունքում ոչ թե Գարեգին Բեի խնդիրն է լուծվում, այլ հայ առաքելական եկեղեցին է կազմաքանդվում։ Իսկ դա չի բխում մեր ռազմավարական շահերից։